Ողջույն հայրենակիցներ, այսօր 15 փետրվարի 18:40 2025 թվական։ Ցանկությունս նորից առաջ եկավ այն պատճառով, որ տեսնում եմ, թե ինչ է կատարվում հայրենիքում և մեծ ողբերգություն եմ ապրում։ Մինչև օրս դեռ ոչ ոք չի բացատրել, թե ինչ պատճառով մենք ունենք գերեվարված արցախյան ղեկավարություն, ինչ պատճառով դեռ գերեվարված է ամբողջ Արցախը և ինչ պատճառով է, որ մեր Սյունիքը ցանկանում են կտրել մեզանից և տալ թշնամուն։ Պատճառի հիմքը ոչ ոք չի բացատրում։ Ինչ է կատարվել այն բանից առաջ, երբ գերեվարվել են, պատանդ են վերցրվել մեր արցախյան ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Դրա հիմնական պատճառը, նորից կրկնեմ, Ստահակ Վավայի վիժվածքի ոչ միայն խոսքն էր, նաև գործողությունը, որ նա ասեց. ես հպարտ եմ մեր պարտությունով։ Երբ որ Ստահակ թափառական թափառաշրջիկ, այսպես կոչված ցեղահանտանիքի ներկայացուցիչները Կինտո Ալիևի ղեկավարությամբ հարձակվեցին Արցախի վրա, Ստահակ Վավայի վիժվածքը ասեց. մենք չենք խառնվելու։ Ինչի՞ն չես խառնվելու, Ստահակ, ուխտադրուժ ազգադավ թշնամի, այսինքն մի ամբողջ հայկական մարզ 150,000 բնակչությամբ պետք է կոտորվի և դու չես խառնվելու։ Հիմնական պատճառը, ինչու մենք ունենք այդ գերեվարված պատանդները, այդ է։ Եթե չլիներ այս Ստահակը, եթե տհաս ազգությունը, ժողովուրդը, ազգություն չի կարելի համարել, 18 թվականին ընտրեց այս Ստահակին, ողորմելի մի արարածի, և ոչ ոք չէր հասկանում ինչ են անում։ Մի տհաս բարձրացել էր լուսանկարչական ապարատներ կոտրում և ասում էր հարություն զիմզիմով մենք եկել ենք։ Եվ նորից պետք է կրկնեմ, Արթուր Բախտամյանի հաղորդման մեջ նա հարցրեց. ով է ձեր իդեալը, այս Ստահակ արարածը մի ճիվաղի անուն տվեց, Վանո Սիրադեղյանը, և իմ հաղորդման այդ մասը նույնպես կա իմ էջում, կարող եք բացել և տեսնել, որ ոտքի տակի փալաս Համլետ Ղուշյանի հաղորդումը երբ ընդհատեցի և հայտարարեցի, որ Ստահակ Վանոն, դրա մասին եք մոռացել, որը գումար էր տալիս Մարնեուլի թուրքերին, որպեսզի պայթեցնեն Գազամուղը, և ապացույցները ներկայացրել եմ։ Ահա թե ինչու մենք ունենք բուն պատճառը, գերեվարված պատանդներ։ Եթե չլիներ այս Ստահակը, այդպիսի պատանդներ չէին լինելու։ Եթե չլիներ այս Ստահակը, մենք Արցախը չէինք կորցնելու։ Եվ սուտ է, եթե այսպես գնա, մենք Արցախը չենք կարող վերադարձնել, որովհետև նույնիսկ դրդապատճառը, հիմնական պատճառը չեք հասկանում։ Ինչ եք խոսում, դատարանում այսպես որոշեցին, բա ինչ էիք սպասում։ Կարող է պարգևատրեին և հետ ուղարկեին, ասեին Փաշինյան վերցրա սրանց։ Ինչի մասին եք խոսում։
Որտեղ է այն աղջիկը, երբ մետրոյում այս տահակի երեսին խփեց իր գրքույկը, իմիջայլոց, որի վրա զտեղված էր Արցախը Հայաստանի հետ միասին։ Որտեղ է այն տեսա նկարված ապացույցը, երբ Տարոնը թքեց մի ամբողջ ադրբեջանական, ազերական ոհմակ ջոկատի վրա, բարձրացրեց ավտոմատը զենքը ձեռքին, մահացավ հանուն հայրենիքի։ Ահա թե ինչու մենք ունենք պատանդներ Բաքվում։ Խոսենք Վենսը ինչի եկավ, ինչ ասեց, ինչի մասին եք խոսում։ Այդ տահասին տարել էր Վաշինգտոն այն ստահակը, որը քրդատորով դատված է։ Այդ որ Թրամփ է, Թրամփ չի, Տրամպը։ Շատ անգլերեն խոսալուց եք Թրամփ ասում։ Թրամփի հետ միասին լիքը ժողովուրդ կար։ Բերում է, տանում է, մրցում է։ Հայերեն լեզուն եք աղտոտել։ Հայերեն կենցաղն եք աղտոտել։ Խոսում եք Միջանցքի մասին։ Ինչ Միջանցք։ Քանի անգամ ցույց տամ, չեմ զլանա, նորից ցույց տամ, թե ինչ են ասել նույն այդ ստահակ քոչվոր ցեղի ներկայացուցիչները։ Ահա խնդրեմ, նորից մեկ անգամ ցույց տամ տհասներով հասկանաք։ Не всем известно, но 30 ноября 1920 года советский Азербайджан признал Сюник, Арцах и Нахидживан за советской Арменией. Как это было? 29 ноября 1920 года Революционный комитет Армении, Ревком, в то время главный орган большевистской власти, ПРИМ, РЭД, принял декларацию о провозглашении Армении Социалистической Советской Республикой. После этой новости председатель Ревкома Азербайджана Н. Нариманов сделал соответствующее заявление. Рабоче-крестьянское правительство Азербайджана, получив сообщение о провозглашении в Армении от имени восставшего крестьянства Советской Социалистической Республики, приветствует победу братского народа. С сегодняшнего дня Նորից ցուցադրեցի։ Ինչ Միջանցքի մասին եք խոսում։ Ռուբիկ տահասը խելացի մտքեր է տալիս։ Միջանցքը այսպես կարելի է օգտագործել։ Ինչ Միջանցք։ Միջանցք որ մասի հետ։ Այն մասի հետ, որ Ադրբեջանը դեռ 20 թվականի նոյեմբերի 29-ին ընդունել է հայկական անբաժանելի մաս։ Ինչի մասին եք խոսում։ Պատանդներին ցմա բանտարկության ենթարկեցին։ Բա եթե Վավայի վիժվածքը ասում է, ես հպարտ եմ մեր պարտությունով, էլ ինչ էիք սպասում, որ նա չի խառնվելու Արցախի վրա հարձակված ոսոխների դեմ։ Ինչ էիք ցանկանում։ Ձեր ցանկությունը ինչ է։ Ընտրությունների գնաք, գովազդ անեք։ Դա է ձեր ցանկությունը։ Ես խոսել եմ 14500 ընտանիքի մասին, որը Թուրքմենչայի և Գյուլիստանի պայմանագրով ստիպեցին Պարսկաստանին Շահ-Աբբասի ստահակի մեր ազգությանը դեպի Իրան տարած ստահակի ամբողջ հայկական այդ սփյուռքը մեծամասամբ ետ բերելով և այսօրվա Հայաստանի հողի վրա նորից հայկական մարզ ստեղծելով, որը ռուսական կայսրությունն էր արել և
այդ 14500 ընտանիքին նորից եմ կրկնում 5 տարով հարկերից ազատել էր, պլյուս 25 ռուբլի գումար էր ամեն ընտանիքին տվել, որով կարելի էր տուն առնել, նորից եմ կրկնում, կամ 8 հատ կով։ Եվ դրանից առաջ էլ եւ հետո էլ ամբողջ ժամանակ ռուսական կայսրությունը աջակցել է, որպեսզի հայկական այդ մարզը կայուն ոտքերի վրա կանգնի։ Խոսենք մեր հայազգային գեներալների մասին, ովքեր ռուսական կայսրության զորքերում հասել էին այդպիսի բարձր աստիճանի։ Տեր Ղուկասովը, Մադաթովը եւ մեր մեծագույն հայրենիքի զավակ Լորիս Մելիքովը քանի անգամ ջարդ է տվել ոսող թուրքին եւ բոլոր այդ ջարդերի ժամանակ, երբ որ մեր ոխերիմ թշնամուն սատկացնում էին, վերացնում էին, ամբողջ հայ ազգությունը որպես հայդուկ ոտքի էր ելնում։ Ոտքի էր ելնում եւ պայքարում էր մեր ընդհանուր թշնամու դեմ։ Թուրքի եւ նրանից հետո այսպես կոչված ազերիների հետ։ Այդպիսի ազգություն գոյություն չի ունեցել, ինչպես գոյություն չի ունեցել Ղազախստան պետություն։ Թեկուզ ՍՍՄ-ում, երբ կազմավորվել էր, նորից մեր ազգակիցն էր նա ղեկավարը։ Բացի դրանից, Ստահակ Խրուշչովը մի քանի ռուսական մարզեր, Պավլոդարի հսկա մարզը նվեր տվեց Ղազախստանին, այսպես կոչված արհեստական այդ երկրին։ Եվ ուկրաինացի ստահակները ասում են, ռուսները պետք է քշվեն Ղազախստանից։ Դա նրանց հողն է։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Այդպիսի երկիր գոյություն չի ունեցել։ Նույնպես Ադրբեջան գոյություն չի ունեցել։ Նույնպես Ուկրաինա պետություն գոյություն չի ունեցել։ Ալիսա Վայդելը որպես անձնավորություն ես նրան չեմ հարգում, բայց որպես պետական գործիչ Ստահակ Ուկրաինայի ոչ ուկրաինացի ղեկավարին մերկացրեց եւ թքեց երեսին Բունդեստագում, անվանելով կոմիկ ծաղրացու մի Ստահակ, որը նստել է ամբողջ Եվրոպայի վզին։ Միայն Գերմանիան 70 միլիարդ օգնություն է ցուցաբերել։ Եվ ասում է ինչի համար, այն դեպքում, որ մեր թոշակառուները չգիտեն ինչպես բարձրացած հոսանքի եւ գազի համար վճարեն։ Եվ ուկրաինացի պորտաբույսներին բերել լցրել են Եվրոպա։ Գիտեք ինչով են զբաղված։ Ժամը 9-ից հետո յուրաքանչյուր բենզո լցման կայարանում, եթե գնաք, մի քանի պոռնիկ ուկրաինուհիներ իրենց ղեկավարի հետ միասին այնտեղ հերթապահում են։ Ինչի մասին եք խոսում։ Թուրքիան կանգնած է այս Ստահակի մեջքին, բա ինչ եք կարծում։ Էլ որտեղից այսպիսի Էլչիբեյ պետք է գտնեն։ Մի Ստահակ արարած, որը հպարտանում է մեր պարտությունով։ Իսկ դուք խոսում եք, որ գերեվարված պատանդներին մահապատժի ցմահ բանտարկության ենթարկեցին։ Իսկ ինչի նրանք հայտնվեցին այնտեղ, Բաքվում։ Դրա մասին խորհել եք։ Նորից կրկնեմ, Քոչոն վերեկացել խելացի մտքեր է արտահայտում, որտեղից նրան այդ գումարները, աշխատակազմ ունի, հրավիրում է հարյուրավոր լրագրողների, ինչ գումարների հաշվին, ինչի մասին եք մտածում, ընտրությունների եք գնում, միավորվենք, ում հետ միավորվեք,
Մեր ազգի ամենամեծ թշնամի ինստիտուտների հետ միավորվեք, կուսակցություններով, ինչ կուսակցություն է պետք հայ ազգին։ Նորից կրկնեմ, Լորիս Մելիքովը Ռուսաստանի ղեկավարն է եղել, ազգային խորհրդի ղեկավարն է եղել, եթե Ստահակ Պավեդանովցովը չլիներ, նա մնալու էր այդ պոստին, միևնույն ժամանակ ներքին գործերի նախարարն էր, որին սրտի դիկտատուրա հայտարարած անձնավորություն էին ներկայացնում նույնիսկ հեղափոխականները։ Եվ աշխարհազորը միշտ ոտքի էր, եթե ռուսական զորքը վերացնում էր Ստահակ թուրքերին, միշտ հայ ազգի հայդուկները նրանց կողքին էին։ Իսկ դուք ինչ եք արել։ Նստել եք քննարկում եք, թե ընտրություններին ում հետ գնաք։ Ընտրությունների եք գնում։ Քանի անգամ բացատրեմ, որ մեզ այսպիսի ղեկավարություն նախ ընտրելն էր անթույլատրելի եւ ամոթալի, որ մեզ դարձրել եք ոչ թե պլինդուզ այդ տհաց բառերը օգտագործելուց էլ զզվանք է առաջանում, կոյուղուց ներքև եք իջել։ Հայաստան եք ցանկանում փրկել, Հայաստանը միայն կարելի է իմ ասած սիստեմով փրկել, անկուսակցական, անժամկետ, ռազմական խորհուրդ ստեղծելով, ինչքան փոքրաթիվ լինենք, այնքան մաքրված կլինենք բալաստից, ողորմելի արարածներից, պատիվ չունեցող ստահակներից, 1,5 միլիոն մեղավոր հայեր պետք է վերացվեն, որպեսզի հայ ազգի արյունը մաքրվի։ Խոսել էի Հյուսիսային Կորեա դեռ Շոյգուի գնալուց առաջ, կարող եք բացել և տեսնել, նրան գնալուց առաջ հայտարարեցի, որ Ռուսաստանին մնացել է մի ճանապարհ օգնություն ուրիշից խնդրելու, դիմեն Հյուսիսային Կորեային, և 2 օր հետո Շոյգուն գնում է իբր թե մթերք հատկացնելու հարցերով, և տեսաք վերջում ինչ կատարվեց։ Հյուսիսային Կորեան չի մոռացել այն մեծ օգնությունը, որ ստահակ ամերիկյան զորքերի դեմ պայքարում օգնել էր ՍՍՀՄ, և իրենք իրենց պարտքը կատարեցին, եկան և արհեստական ստեղծված Ուկրաինայի հողերի ազատագրմանը մասնակցեցին։ Ինչի Ռուսաստանը մեզ չի օգնում, իսկ դուք Ռուսաստանին օգնել եք, չէ՞ որ դա երկկողմ պայմանագիր է։ Ռուսական հողերը անօրինակաբար տրվել է ինչ-որ արհեստածին պետության, Ուկրաինա անունով։ Ինչի աշխարհազորը ոտքի չկանգնեց և ասեց մենք էլ ենք գնում մասնակցենք։ Եթե հայ ազգը այդպիսի մի աշխարհազոր ուղարկեր այնտեղ, Ղարաբաղը մերը կմնար։ Հասկանում եք, չեք հասկանում։ Կոսովոյում արհեստական ստահակ վախկոտ Եվրոպայի ստեղծած մուսուլմանական Կոսովոն, որը դա հնագույն սերբական հող է։ Ես ինչի մասին խոսում եմ, ես այնտեղ եղել եմ։ Ես գնացել եմ, երբ որ թքել էի Քորլևոնի երեսին և հեռացել էի երկրից։ Ես գնացել էի Կոսովո, գնացել էի Սերբիա։ Հաղորդումներս դիտեք։ Այդպես կարելի է
մեր բարեկամ երկրին օգնություն ցուցաբերել եւ ոչ թե պահանջել միայն։ Նորից կրկնեմ, որ ձեր ուղեղները հասկանա, թե ինչի մենք օգնություն չստացանք Ռուսաստանից։ Բացատրեցի, որովհետև մենք նրան չենք օգնել։ Իսկ Կոսովո մուսուլմաններին պաշտպանելու համար զորք ենք ուղարկել։ Այդ պատճառով մեզ օգնություն չեղավ։ Եվ Արցախը 100%-ով մերը կմնար։ Բացատրել եմ, թե ինչպիսի հզորություն ունեինք, ինչպիսի հզոր մի հանրապետություն էինք։ Քորլևոնը վերացրեց մեր արդյունաբերությունը, կոտրեց մեր ողնաշարը։ Նորից կրկնեմ, ուղեղներդ մտնի։ Տարիներ առաջ հաղորդումս կարող եք դիտել, երբ որ ասել էի, որ կեղտոտ ատոմային հրթիռներ մենք կարող ենք օգտագործել։ Մի ստահակ էլ դեռ այն ժամանակ Նոյան Տապանով ելույթ էի ունենում։ 20,000-ից ավել մինչև 30,000 դիտողներ էին լինում։ Իսկ մեզ ով թույլ կտար այդ վերցնեինք։ Իսկ ով պետք է ումից թույլտվություն խնդրեր։ Ինչի մասին եք խոսում։ Միջանցքի լավ որակն եք քննարկում, տոկոսային հարաբերությունն եք քննարկում։ Քննարկում եք, թե ինչու վեհապարին թույլ չեն տալիս, բա ինչ էիք ցանկանում։ Թույլ տան, որ նորից ամբողջ աշխարհով մեկ ասի, որ սա ստահակ է, մեր հայրենիքը տվել է թշնամուն, եւ վերջնականապես ցանկանում է վերացնել հայկական պետությունը։ Իհարկե թույլ չի տա։ Եվ դուք ստահակի այսպես կոչված աննշանակալի ստահակությունների մասին եք նստած քննարկում, գովազդելով ինքներդ ձեզ, որ ընտրության գնաք։ Ինչ ընտրություն, ում եք ընտրում։ Ինչքան կարելի է բացատրել։ Մենք ինչու չօգնեցինք Ռուսաստանին, որպեսզի արեստացին Ուկրաինան վերացնի, ընդհանրապես վերացնի։ Վերացնի նույնպես արեստականորեն ստեղծված Ղազախստանը, ոչ թե ուկրաինացիները գոչեն, թե ռուսները պետք է վտարվեն Ղազախստանից։ Որ արեստացին այդպիսի պետություն, ազգություն, գոյություն չի ունեցել, ինչպես Ադրբեջան, գոյություն չի ունեցել։ Նախիջևան, հայկական հող, ստահակ ազերիներն են դա ընդունել, քանի անգամ ցուցադրեն։ Եվ ինչու դրանց հետնորդ չի համարում Ալիև ստահակը, որովհետև գիտի, փաստ է։ Իսկ մեր ստահակները նստած քննարկում են, թե Վավայի վիժվածքի կինը ինչպիսի պոռնկություն արեց հաջորդ։ Ինչի մասին եք խոսում։ Ինչ ընտրություններ եք քննարկում։ Ում եք միավորում։ Հարուր Պայրիկյանը գնացել էր սարերում էր դիմավորում այս ստահակին։ Խաչիկյանը, Արտուր Խաչիկյանը երկրորդ ընտրությունից հետո ես խորացա ցանկանալով իմանալ, թե ինչումն է պատճառը, որ առաջինի մասին չի խոսում, ինչի առաջի անգամ ընտրեցին, որովհետև նրա զինակիցն է եղել։ Նորից քննարկեք, թե Վավայի վիժվածքի կինը ինչ հերթական պոռնկությունն է արել։ Նրա տեղը ես բացատրել եւ ասել եմ, հաղորդումներս դիտեք։ Էրատո ամջղ գզ եմ ասել, եթե հասկանում եք։ Ինչ բացատրեմ ձեզ։ Ոտքի ելել եք, օգնել եք Ռուսաստանին, որ բախտորոշ հարց է լուծվում։ Արեստացին Ուկրաինան, եթե վերացնի, նրանից հետո Ղազախստանին է շուր գալու եւ Ադրբեջանին։ Արեստացին այդ այսպես կոչված
պետություններին։ Եվ ցանկանում եք, որ ռուսները ձեզ համար արյուն տան։ Նորից, որ երրորդ անգամ։ Նորից գեներալ Յուդենիչ գտնենք, որ մինչև Էրզրում էր հասել։ Ստահակ Լենինը եթե չլիներ, նա չէր թողելու Կովկասը։ Սակայն հյուսիս-արևմտյան ռուսական պետականություն ստեղծեց։ Եվ վարչապետն էլ հային նշանակեց, Լյանոզովին։ Ինչի մասին եք խոսում։ Ողորմելի արարածներ։ Ինչ ունեք։ Վավայի վիժվածք, Քորլևոն, Ռուբիկ ու Սերժիկ, ինչի մասին եք խոսում։ 4 անգամ հիմար ընտրություն եք արել։ Ինչքան բացատրեմ։ Զարոբյան ունեք, Քոչինյան ունեք, Դեմերչյանի մասին չեմ խոսում։ Նա ստահակ ոստիկաններին էր օրենքը տվել և քյարքի կոչվածը տվել էր Ադրբեջանին։ Եվ Ինդիրա Գանդին ասեց մեզ ձեր մոտի գումարները պետք չեն։ Միլիարդավոր դոլարներ մնաց Հնդկաստանին։ Ինչի մասին խոսեմ ձեզ հետ։ Ընտրությունների գնացեք, գովազդեք ձեզ։ Ընդդիմադիր երկու աննաները, պոռնոշոուի մասնակիցները։ Մեքենաս վարում էի, տո դու ով ես, որ մեքենա վարես, մեքենա ունենաս։ Ինչի մասին խոսեմ։ Ողորմելի արարածներ եք, անպատիվ մարդկային որևէ իրավունքից զուրկ ստահակներ եք դուք։ Ցավալի է, բայց փաստ է։ Ահա եւ վերջ։